Հիմա ես կպատմեմ մի բան, որը կփոխի ձեր պատկերացումները հին աշխարհի մասին։ Դուք գիտեք, որ աշխարհի ամենահին կոշիկը, հազարամյակներով պահպանված մարդկային ուղեղը եւ կարմիր գինին գտնվել են նույն տեղում։ Այդ վայրը Հայաստանում է, Վայոց ձորի Արենի 1 քարանձավում։ Սա ոչ թե պարզապես հին տեղ է, այլ քաղաքակրթության իրական ժամանակի կապսուլա։ Բաժանորդագրվիր ալիքին, իսկ ես շարունակեմ։ Մինչ այսօր գիտնականներն ապշած են, թե ինչպես են այդ օրգանական նյութերը պահպանվել ավելի քան 6000 տարի։ Խոսքը ոչ թե ոսկու, այլ ոչխարի չորացած գոմաղբի մասին է։ Հենց այս զարմանալի օրգանական ծածկույթն է հազարամյակներ շարունակ կլանել խոնավությունը եւ ստեղծել անաերոբ միջավայր։ Պահպանվեց ոչ միայն աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, այլ աշխարհի ամենահին մարդանման ուղեղի մնացորդները, ինչպես նաև ծղոտե կիսաշրջազգեստ։ Ուղեղը պահպանվել է քարանձավի չափազանց չոր ու կայուն կլիմայի եւ հողի ամուր կեղևի շնորհիվ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ամենապարզ անասնապահական կյանքը կարող է պահպանել ամենամեծ քաղաքակրթական գաղտնիքները։ Հենց այստեղ Արենի 1-ում 6100 տարի առաջ ծնվեց աշխարհի ամենահին կազմակերպված գինեգործարանը։ Սա կավե ավազանն է, որտեղ նրանք ոտքերով ճզմում էին խաղողը։ Հյութը հոսում էր 65 լիտրանոց խմորման տակառի մեջ։ Սա ապացուցում է, որ հայերը անցել էին պարզ պատրաստումից դեպի մասնագիտական արտադրություն։ Իսկ հիմա ամենահետաքրքիրը, գիտնականներն այստեղ գտան մալվիդինի հետքեր, որը նշանակում է, որ այստեղ հենց պատրաստվում էր կարմիր գինի։ Դուք հագնում եք մոկասիներ։ Այս կոշիկի դիզայնը, որը 5500 տարեկան է, այնքան պարզ ու կատարյալ էր, որ նույնիսկ ժամանակակից դիզայներներն են զարմացած։ Այն պատրաստված էր մեկ կտոր կաշվից եւ նախատեսված էր շատ քայլելու համար։ Դուք պատկերացնում եք, քարանձավում գտնվեց նաև օբսիդիան, որը բերվել էր 120 կիլոմետր հեռավորությունից։ Այսինքն, Արենի բնակիչները եղել են ակտիվ առևտրականներ եւ ճանապարհորդներ, կապելով տարբեր մշակույթներ։ Բայց ահա այն փաստը, որը փոխում է ամեն ինչ։ Գինեգործարանը գտնվում էր անմիջապես 20 մարդկային թաղումից բաղկացած գերեզմանատան կողքին։ Գերեզմանատան շուրջ հայտնաբերվել են նաև ծիսական գինու բաժակներ, այսինքն գինին պարզապես ըմպելիք չէր, այն սրբազան միջոց էր, որն օգտագործվում էր նախնիներին հարգելու եւ մահվան ծեսեր կատարելու համար։ Արենի 1-ը ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս 6000 տարի առաջ եղել է տեխնոլոգիական մեծ նորարարությունների, խորը ծեսերի եւ զարգացած մշակույթի օրաններից մեկը։ Ձեզ հետ Արգամ Ռոբերտին էր։